Ես կդուս կամ, բայց մենք պետք է իմանանք, որ Լիլիթի մոտ ով է եկել էլի ոստիկանությունից։ Հեռախոսը անջատեք, ես ձեզ օրենքին համապատասխան։ Մի հատ օրենքը ինձ բացատրեք, որտեղ հանրությունը հեռախոսը անջատեք, այն բաժնում չի կարելի հեռախոս միացնել։ Որտեղ հատուկ բաժնա չեք տեսնում ինչ ասել։ Ես ոչ մի ստեղի բաները չեմ նկարում։ Ես կբողոքեմ ոստիկանություն հիմա։ Հա, բողոքեք։ Բողոքեք, նա զանգեք դուք իրավունք չունեք նկարել։ Ինչի համար։ Անջատեք ու դուս եկեք։ Ուրա, որտեղ այսինքն պետական հիմնարկներում։ Կամերա չի կարելի։ Ո՞վ ասեց, բա պետությունը ինչի համար է, մեր համար չի։ Մեր իմ պաշտպանյալի իրավունքների համար չի։ Որովհետև թույլ չեն տալիս տեսնել իմ պաշտպանյալին։ Հիմա ինձ բացատրեք Լիլիթի դիմումը ինչի չեք միջև հիմա ընթացք տվել։ Գնացեք։ Ինձ բացատրեք։ Այսեք։ Ինչ եք հրում, չհասկացա։ Ուրա գրած, որ ստեղ չի կարելի նկարահանել։ Ով ասեց, այսինքն պետական հիմնարկը այդ ինչ է։ Չի կարելի։ Պետական հիմնարկը ինչ է։ Կամերայով։ Ուրա գրած, այստեղ չի կարելի։ Ցույց տվեք ինձ, որտեղ չի կարելի, ուրա ձեր պետը։ Խնդրում եմ պետին հրավիրեք այստեղ։ Ինչի միջև հիմա չի ապահովել իր պաշտպանյալի իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը։ Ուրա ձեր պետը, ով է ձեր պետը։ Հաստաբանային հայտարարագիրը ներկայացրել եք։ Եկել է որ ներկայացրել, ասում եմ ապահովեք իմ մուտքը իմ վստահորդի հետ։ Սահմանադրական իրավունքը ապահովեք իրացնել։ Դա եմ ասում, պահանջում եմ։ Հիմա իա մոտ էլի եկել են քննիչներ։ Ես համոզված եմ էլի եկել են խոշտանգելու։ Նրանք բերել են այստեղ խոշտանգված վիճակում։ Նույն պատմությունն է էլի։ Չամեն մեկը յա պետի տեղա դրեք կարելի է, չի կարելի, ինչ է կարելի։ Սա Աբովյան քրեակատարողական հիմնարկի վարչական շենքն է, այլ ոչ թե գաղտնի ինչ-որ մի մաս է։ Եվ այս կանտորաներն էլ պատկանում են Սրբուի Գալյանին։ Այսինքն նրա ղեկավարության ներքո են գտնվում։ Ոչ մեկ չկա ստեղ։ Բարև ձեզ։ Չեն գոռում։ Ուղղակի ջղայնանում են։ Աղմկում եք հիմա։ Չէ, չենք աղմկում։ Հա, ինչ անենք, որ պետական հիմնարկը իմ հիմնարկն է։ Ես եմ այս պետության քաղաքացին։ Մենք էլ ենք քաղաքացի։ Դե քաղաքացուն, ոչ, քաղաքացուն ընդունեք քաղաքավարի։ Ահա, չի երևում։ Չի երևում։ Ինչի պետք է հեռախոսը անջատեմ։ Չի կարելի հիմնարկի պետի մոտ հեռախոսով։ Ես պետի մոտ չեմ մտել։ Ո՞վ է պետը։ Շատ լավ է, բայց Զանգեք։ Եկեք ինձ մոտ, հա, եկեք գնանք տեսնեմ ինչ Հեռախոսը անջատեք, մոտեցեք պետի մոտ, հեռախոսը անջատեք։ Հիմա տեսեք ո՞նց, բայց ինչի չի կարելի, օրենքը ցույց տվեք իմանանք, բոլոր տեղեր գնացիք, ասեցիք չի կարելի, ինչի համար, ոստիկանությունով եք վախացնում մարդկանց, կանանց, խոշտանգված Լիլիթին բերել են այստեղ, հիմա եկել են քննիչներ, իրա մոտ, այո, ապօրինաբար գործողություն են ցանկանում անել առանց փաստաբանի ներգրավման։ Փաստաբանելի տեղում է։ Ո՞վ է փաստաբանելի են գրպանի փաստաբանի։ Փաստաբանը։ Ես եմ իրա փաստաբանը։ Ես դուք չունեմ տիկին ջան, որ դուք իրա Մի փաստաբանն րոպե եք։ ունեք, չունեք, ինքը ձեզ դիմել է։ Դիմել եք, բայց ես պետքա վարույթը ինձ թուղթ Վարույթ ներեցեք, դուք ունեք երկու ռեժիմ ներգրավելու Լիլիթի համար իրավաբանական օգնություն ցույց տվող անձի։ Իրավաբանական օգնություն ես կարող եմ ներգրավել միայն դատապարտարների դեպքում։ Եկեք պարոն Գրիգորյան։ Ով ասել։ Միայն դատապարտարի իրավունք։ Այո, մեր օրենքը։ Ձեր օրենքը ո՞րն է, ձեր օրենքը կարող է կոնվենցիայից կամ սահմանադրությունից բարձր է։ Տիկին Փոստան ջան, ինչի համար Գեղեցկություն է այս ձեր մոտ, էս ինչ գեղեցկություն է։ Շնորհավորում եմ, առողջ եղեք, լավ եղեք։ Պետք չի տես բորբոքված մի անգամից խոսում եք, մի հատ հասկանեք։ Հիմա իր պաշտպանյալի հետ կատարվում է քննչական գործողություն, առանց իր պաշտպանի։ Պաշտպան ներգրաված է տիկին։ Ով այն անգամ նման որ տարել խոշտանգել էին, հիմա նման պաշտպան են ներգրավել։ Հիմնարկում խոշտանգում Աստված սա
չլինի։ Աստվածտա չլինի։ Աստվածտա չլինի։ Ես դες հիշում եմ, Երևան կենտրոնից եմ հիշում։ Դուք ընդեղել էի գալիս, ես այն ժամանակ ընդեղ էի։ Բայց առանց բարույթի ներգրավման ես դες թույլ չեմ։ Ես հասկանում եմ ձեզ, ես ասում եմ Լիլիթը ձեզ դիմել է, որ ես իրա փաստաբանն եմ։ Այո։ Գիտեք այդ մասին։ Կարողա դուք իրա Այո։ Այն ոնց են ասում, հա, փաստաբանն եք ինչ Եկել եմ 1000 գործերով չէ։ Այն քրեական գործը, որով Լիլիթը գտնվում է Աբովյան քրեակատարողական հիմնարկում, դուք ներգրավել Այո, բայց ուրիշ գործեր ձեզ տվել է, չեք իր գործերը։ տվել է, դուք բերեք Ապացույցները ունեք։ Դուք ունեք ապացույցները։ Ես չեմ կարող դրանով տալ, ինձ բերել է։ Այսինքն դուք չեք ցույց տա, հիմա դուք պատկերացնում եք ձեր վիճակը, որ վաղ մյուսօր եվրոպական դատարան դիմեք, որ դուք չեք ցույց տվել Լիլիթի պաշտպանին, փաստաբանին մասնակցել քննչական գործողության եւ իրեն տրամադրել իրավաբանական օգնություն։ Դուք պատկերացնում եք ձեր վիճակը։ Պատկերացնում եմ։ Հա, շատ վատ չեք պատկերացնում։ Ուղղակի չեք պատկերացնում։ Ինչ պետք է լինի։ Ամեն ինչ։ Ինչ։ Ամեն ինչ։ Ամեն ինչ։ Ես առաջնորդում եմ օրենքը։ Օրենքը ո՞րն է։ Օրենքը, Սահմանադրական բարույթը ինձ, իրավունքը։ բարույթը, որը ինձ ասել է ընդունեք հիմնարկ, այդ բարույթը ներգրավել է պաշտպան, ես էլ այդ պաշտպանին թողել եմ հենց հիմա ինքը քննչական գործողություն։ Մի վարքյան, այդ դուք ուրեմն ես հիմա պաշտոնապես հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատը հանրային պաշտպանի գրասենյակի դուք այդ իրավունքը ունեք, բայց ինչ անեմ։ Դուք ունեք այդ իրավունքը։ Ես ձեզ ձեր տանեմ, մի վարքյան, ձեր տան, բա պետական հիմնարկում պետք է նկար, բայց Երևան ով է մեր պետության ներկայացուցիչները։ Պահպանման հիմնարկը Էլի ես հատուկ մասերը չեմ նկարահանում։ Բայց հիմնարկի Բա պետ ինչը տեսնեն, մեր պետ ինչը տեսնեն, մեր պետ ինչը տեսնեն։ Չգիտեմ, որ սենց պետ ունենք, որը թույլ չի տալիս Լիլիթը ունենա իրավաբանական օգնություն։ Դուք հիմա ուղղակի սկանդալ եք առաջացնում։ Բացարձակ։ Ես հիմա ուզում եմ ասեմ, որ Սպառնում եք ինձ, չգիտեմ իմ հետ հետո ինչա լինելու։ Ձեր հետ իրավական թեմաներով ինչա լինելու։ Այդ սպառնալիք չի։ Այսինքն ես ձեր գործողությունները բողոքարկելու եմ, որովհետև այդ իմաստով եմ ես ձեզ ասում ինչ կարող է լինել։ Իմ աշխատակիցների եւ Քավլիցի ձեր աշխատակիցները իրավունք չունեն ինձ մի հատ մատով կպնեն, այն եկել էր որ կպներ։ Կպնում էր, կպավ։ Ես ասեցի ձերքերդ քաշի։ Ես ասում եմ, շատ լավ է, բայց լայվով չիմանանք ինչա կատարվում մեր երկրում, մեր պետական հիմնարկներում։ Կոնկրետ բերել են ձեր հիմնարկ են բերել առողջական ծայրահեղ վիճակում գիշերանոցով չեն բերել, բա ինչով են բերել։ Բերել են տնային հագուստ։ Այդ ձեր իսկ առողջական Այսինքն դուք հիմա կարող տնային հագուստ դարձնեք, կարող եք գիշերային հագուստը սարքել։ Մենք Լիլիթին ընդունել ենք, ոնց բոլորին ենք ընդունում, ապահովել ենք եւ հիգիենայի պարագաները։ Լավ եք արել, շնորհակալություն։ Շնորհակալության բան չկա։ Ես քաղաքավարի ասում շնորհակալություն։ Բան չեն կարել։ Չասում լավ եք արել, շնորհակալություն։ Պետք է։ Լավ եք արել։ Հա, հիմա Լիլիթին պետք է իրավաբանական օգնություն, որը դուք խոչընդոտում եք։ Ես չեմ խոչընդոտում, ես առաջնորդում եմ։ Դուք կներեք 2 օր առաջ Լիլիթը ձեզ փոխանցել է դիմումը եւ դրան կից փաստաթղթերը, ով եմ ես Լիլիթի համար։ Այսինքն ես չգիտեմ, կիսատ պռատ քրեական գործերի Ուրեմն կներեք, խնդրում եմ, եթե դուք չգիտեք եւ տենց կիսատ պռատ գիտեք, դա խոսում է ձեր ոչ կոմպետենտության մասին։ Եթե միջև հիմա դուք գիտեք, որ դա կիսատ պռատ եսին ինչեր են։ Երեք եւ այսօր Լիլիթը պետք է լիներ դատարանում։ Դա չի ապահովվել։ Ես չեմ գոռում, որովհետեւ դուք ասում եք կիսատ պռատ եւ այլն։ Ինչ պետք չի ձեզ ճանաչել, ու գոռալով իմ հետ կներեք դուք պետական պաշտոնյա եք, ես պահանջատեր։ Պահանջատեր, որովհետև իմ պաշտպանյալից խոշտանգել են, բերել են ձեր մոտ։ Հիմա դուք շարունակությունն եք ապահովում, որտեղ չեք թույլ տալի, որ նա ունենա իրավաբանական օգնություն։ Դուք ձեր ասելիքը ավարտեցիք։
Հիմա ասում եմ, որ Ես ձեր պատասխանը հիմա տվել եմ։ Շարունակություն չի լինել։ Կներեք, ես ձեր պատասխանը ոչինչ չհասկացա։ Չհասկացա։ Հասկացա, որ դուք Լիլիթի դիմումին կիսատ-պռատ անդրադարձել եք։ Կիսատ-պռատ չենք Ոնց որ ասացիք, շնորհակալություն, Լիլիթի դիմումին դուք անդրադարձել եք կիսատ-պռատ։ Այդքան բան կարող եմ ասել մենակ, որովհետև եթե մարդը դուք եք լինելու, այս հիմնարկը առաջի հերթին, ձեր Սփյուռքի Գալյանի մյուսների համար է։ Ձեզ եթե սենց վերաբերվեք, ես դեմ կլինեմ, որտեղ ձեր իրավունքները ես թույլ չեմ տա, որ սենց ոտնահարեն։ Ոնց որ դուք եք թույլ տալիս, որ ոտնահարվեն ուրիշների իրավունքները։ Հաջողություն։ Խայտառակություններ, ուղղակի խայտառակություն։ Իսկ հանրային պաշտպանի գրասենյակը լծվել է նույն այս գործին։ Հենց միակ սրանց նայեք, հանրային պաշտպանն էլի բերե, որ նույն զիբիլանոցը անեն։ Թույլ չեն տալի պաշտպան ունենա մարդը։ Խուլիգաններ, այս ինչ խայտառակություն է։ Այս հարգելի հայրենակիցներ, ինչ անեմ, ես չգիտեմ, գործընկերներս գոնե ինձ գան օգնեն, որպեսզի կարողանանք հաղթահարենք, էլի բերել այս քննիչը ինչ որ գործողություններ ան Լիլիթի հետ, հավանաբար ուզում են այն հասկացան մեղադրանքը չեն կարող առաջ տանել, նոր մեղադրանքի հոտ է գալի այստեղից, ակնհայտ է, բայց շատ վտանգավոր վիճակ է, որ փաստաբանների պալատը ներգրավել է ավանտյուրայի մեջ, էլի, ասում է, միանգամից ապահովում են հանրային պաշտպան, հələ միած սրանց նայեք, էլի, կարայի չապահովեիք այդ հանրային պաշտպանին։ Այս ինչ սրիկայություն, այս սրիկաների հավաքածու։ Այսքանը մի հատ գործընկերներից փաստաբաններին խնդրում եմ ինձ աջակցություն, ինչ որ մի բան ասեք։